Հովիկ Աղազարյան, Տիկին Ջուլակյան, եթե չեմ սխալվում, այսպեսի նորմ կար, եթե ոչ օրենսդրական մակարդակով կամ օրենքների մակարդակով, ապա նախադեպային մակարդակով։ Արդյոք այդ տիպի փոփոխությունները չպետք է արվեն ընտրություններից 1 տարի առաջ։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Աղազարյան, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման մասին եք դուք խոսում թերևս։ Վենետիկի հանձնաժողովը ունի ուղեցույց, որը կոչվում է ընտրական հարցերի լավագույն փորձի կանոնագիրք, եւ այդ ուղեցույցը ասում է, որ ցանկալի չէ ընտրական օրենսգրքի ուշադրություն ֆունդամենտալ տարերի փոփոխությունը ընտրություններից անմիջապես առաջ եւ մասնավորեցնում է, թե որոնք են այդ ֆունդամենտալ տարերը։ Ընտրական կարգը, այսինքն համամասնական թե մեծամասնական, երկրորդը ընտրական հանձնաժողովներում անդամության առնչվող հարցերը եւ երրորդը ընտրատարածքների սահմանների փոփոխությունները։ Այսինքն Վենետիկի հանձնաժողովի այդ դիրքորոշումը վերաբերելի է ոչ թե ընտրական օրենսգրքի ցանկացած փոփոխության առհասարակ, այլ մասնավորապես հենց ֆունդամենտալ տարերին։ Այդ դրանք են, որ ընդ որում ասում է ցանկալի չէ, ոչ թե արգելում է փոփոխություն, այլ ցանկալի չէ եւ այդտեղ մի շարք պայմաններ է նախատեսում, թե որ դեպքում կարող են նույնիսկ այդ ֆունդամենտալ տարերը փոփոխության ենթարկվեն։ Ես ուզում եմ ասել, որ մենք այստեղ որևէ գլոբալ փոփոխություն չենք անում եւ խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով, ընդհանրապես հստակեցվում է արդեն գործող կանոնը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։